Սիրելի ժողովուրդ, մենք հիմա մգրդարանի մեջն ենք, ուրեմն Ֆլորանս քաղաքի մգրդարանը, ասիկա 1200 թվականին վեց սարքված է, հսկա մգրդարանը, ինչպես կտեսնեք սիրելիներ, ամբողջությամբ ուրեմն աշակերտներու եւ մարգարեներու մոզաիկներով, տեսեք որքան ինչ մոզաիկ են, ամբողջությամբ մարմար քարեր են սիրելիներ եւ գրանիտե քարեր են, այդտեղը գլխավոր մգրդարանի բաժինը ճիշտ իմացը Բաբի քերեզմանը ներողություն այդ տեղը թիմացը եւ աստվածամայրը գա մեջ տեղը տեսակ իսկ կոմպլետը որ շինարարության մեջ է սիրելներ կամ ռեստավրի մեջ է վերագանքման բայց այս է կոմպետը նայեցեք կոմպետի մեջտեղը Հիսուս հայրիկն է Պանտոկրատոր կոչվի այսինքն Հիսուս բրգիչ իր վերքերը Հիսուսին տեսնեք այստեղը Հիսուս Քրիստոս սիրելներ ալֆա եւ օմեգա Հիսուս այսինքն առաջինը եւ վերջինը եւ 4 կողմը Հիսուսին կողմերը ինչերը կան քերոպեներ եւ սերոպեներ որոնք 6 թևեր ունին որտեղ 2 թևերով աչքերին ծածկեր են 2 թևերով մարմինին 2 թևերով գթրջին այստեղ մնացյալները սիրելներ ամբողջ հրեշտակներ են Բաղմությունը սիրելներ ստեղծագործության բաղմություն է, նայեցեք մարդուն կամ այսպես եմ աշխարհի ստեղծագործությունը արև լուսին եւ այլն մարդու ստեղծագործությունը դեսեք այստեղ Եվան մարդուն գողեն դուրս գել է եւ Աթամը եւ Եվան գխապին օծեն գտեսնեք Աստված զիրենք դուրս ուրեմն գմեղատրե եւ գտադաբարդե այստեղ են թրախտեն դուրս կարտակսվին հողակորզությամբ կսպաղի չէ որ Աստվածը սա որ Աթամին ջակդի կրդինկովը հողը պիտի փանես եւ հողը փուշ դատասկ տա այստեղ ապել եւ գայենը զոհ գմադուցան են Աստուծո այստեղ գայենը գսպանե իր եղբայրը եւ ամբողջ այլ խոսքով ամբողջ ստեղծագործության եւ 5 դագարանի բաղմությունն է սիրելներ նայեցեք Որքան աշխատանք ամբողջությամբ մոզաիկ է սիրելներ East Gate-ը որ ցեզի իսի որ թրախտի թռներուն համարը սա Միքելանջելոն որ East Gate-ն է ասիգա սիրելներ այստեղը North Gate-ն է հյուսիսային ուրեմն թուրը եւ այստեղն ալ հարավային թուրը եղավ Դեսեք ասի ցեզի արդեն 13-րդ թարուն է որ ստեղծվեցավ 1113 թվականին անցնենք շարունակենք Ասիկա հարավային թուրն է, որ թուրսեն բրոնզե եւ ամբողջությամբ քանթակներ։ Մգրդարանը, այո, այստեղ մինչև այսօր այս մգրդարանը կգործածվի, մինչև այսօր։ Ուրեմն Այս բարի մասը սիրելներ վերջին թադաստանն է, հա, last judgment-ն է, վերջին թադաստանն է։ Տեսեք Հիսուս աչին եւ ցախին կգանքնեցնե մեղավորները եւ ուրեմն արդարները թրախտ կմտնեն, ասոնք արդարներն են, իսկ ոնդեղը մեղավորները դժոխ կերտան։ Մեղավորները դժոխ կերտան։ Տեսակ Հովանես Մգրդիչի արձանն է, եկեք Հովանես Մգրդիչի արձանն է, գիտեք որ Հովանես Մգրդիչը ով եղած է Ուրեմն Հովանես Մգրդիչը Զաքարիայի եւ Եղիսապետի զավակն էր, ուրեմն Եղիսապետ եւ Զաքարիան մեծահասակ եղած էին եւ զավակ չէին ունենար եւ ինչ պատահեցավ Աստված Զաքարիային երևց Աստծո հրեշտակը Գաբրիելը երևցավ Զաքարիային եւ սա զավակ պիտունաս եւ անունը պիտի կոչես Հովհանես եւ Զաքարիան երբ որ չհավատաց նշան ուզեց ինչը սա հրեշտակը Գաբրիել հրեշտակաբեդը սա որ պիտի բաբանցիս պիտի համրանաս մինչեւ այն օրը որ զավակը ծնի Եվ երբ որ զավակը ծնավ, Եղիսապետը մեծահասակ ամուլ զավակ չէր գնա ունենալ, զավակ ունեցավ, ուրեմն Աստուծո համար անգարելի բան չկա։ Ուրեմն երբ որ զավակ ունեցավ եւ հարցուցին գնոջը Եղիսապետին ինչ պիտի նկարնա, սա Հովանես։ Թրացիները, հարազատները զարմացան, ինչու որտեւ ասին որ ցեր Քերտաստանի մեջ Հովանես անունով մեկը չկա։ Ոչալ բաբային անունը, որտեւ բաբային անունն ալ գտնեին երեխային, ոչ al հորը անունը Հովանես է։
Եվ ուստի հարցուցին, որու Զաքարիային, Զաքարիան խոսել չէր գիտեր, ինչ ուզեց դաղտակը, որբեսի վրան քրեր, հազիվ քրեց Հովհաննես, լեզուն բացվեցավ։ Եվ Զաքարիան մարգարեությունը ռավ գրնակ Ղուգասու Աբիդարանի առաջին գլխու մեջ կարդալ, եւ սա որ դու մեծ պիտի գոչվիս, եւ սա որ քինի օղի պիտի չխմես, Աստուծո որդին ջամփան պիտի պատրաստես։ Եվ Հովհաննես Մկրտիչն էր սիրելներ, որ փոքր տարիքեն անաբադ տարվեցավ, անաբադի մեջ մեծավ Հովհաննես Մկրտիչը, առանց մամայի բաբայի Սուրբ Հոգիեն, անաբադի մեջ ինչ կուտեր, մարախ կուտեր եւ վայրի մեղր կուտեր, եւ հակած էր ուղդի մազե հակուստը, տեսեք սիրելներ, ինչպես գծակրած, ինչպես քանթագած են, եւ անաբադի մեջ ինչ կկարոզեր, ապաշխարություն եւ շատեր գուքային կովը կմգրդվեին։ Օրմնալ եւ որ Հիսուսը տեսավ, ինչ հայտարարեց Հովհաննես Մկրտիչը, ըսա որ ահավասիկ Աստուծո քարնուկը, որ աշխարհը եկավ ներողություն մարդոց մեղքերը վերցնելու։ Ադորամար Հովհաննես Մկրտիչին բատկերը ինչպես պետք է գիտնակ սիրելներ։ Միշտ Հովհաննես Մկրտիչը իր ցերկը տրոշակ մունի, տրոշակը խաչի տրոշակ է դեսակ եւ վրան գրված է Eche Anius Dei, այսինքն ահավասիկ Աստուծո քարնուկը, հա, միշտ։ Եվ գամ երբեմն կտեսնեք Հովհաննես Մկրտիչին ուրեմն բատկերը իր նկարն է ցերկը ամամը բռնած գլուխը, իր գլուխը, որտեղ ինչ էին իրեն գլխադեցին, հա։ Ապրիկ ուրեմն այս եկեղեցի մկրտարանը նաև կգոչվի Հովհաննես Մկրտիչի անունով, չմոռնաք, մեջտեղը սիրելիներ, հիմա դուք այստեղը ծայրը տեսակ մկրտարանը, որ ցեզիսի որ ամեն անգամ կմկրտվի, չէ՞, բայց ասիկա չէ մկրտարանը։ Մկրտարան մեջտեղն է, որ ափսոս որ փակ է, գիտեք ինչպես է մկրտարանը։ Նորեն օկտանգուն է, բայց ինչպես կլար անցյալի մկրտությունները, ժողովուրդ, մեկ կողմեն կմտնեին ավազան էր մեջ, գմտնեին, մյուս կողմեն դուրս կելեին, որովհետև ինչ կխորհրդանշեր, Քրիստոսի հետ մեռնիր, Քրիստոսի հետ հարություն առնել, հա? Մեծ հսկա ավազաններ էին հին ժամանակները։ Եվ այստեղնալ եկեղեցու խորանն է կամ մկրտարանի խորանն է սիրելներ, ահա սիրելներ, տեսեք վեր առաստաղի մեջտեղը ինչ կա, քարնուկը կա մեջտեղը։ Քարնուկը կա եւ քարնուկը ով է սի Իսուս Քրիստոսը եւ նայեցեք սիրելներ իր վարը ներքևը հրեշտակները իրեն քրգած են քարնուկը տեսակ շրջապատված են վերջը նայեցեք մարգարեները կան Իսայաս կարդացեք Իսայաս հա այստեղ Իսայասն է Okay ասկա Իսայասն է գողքինը սիրելներ Ջերեմիան է տեսակ Կովինը Եզեկիելն է Կովինը Դանիելն է հա Հակոբն է եւ այլն Իսահակն է, Հակոբը, Իսահակը, Աբրահամը եւ այլն։ Գիտեսնեք որ Մովսեսը, գիտեսնեք որ սիրելներ միշտ պիտի գիտեք որ ինչ ծևով գտա։ Այստեղ սիրելներ քահի վրան ստացել է։ Իսուս իր աչքով քահի վրան ստացած է ով Հովհաննես Մկրտիչը այս կողմը, տեսակ։ Այո։ Եվ այս կողմնալ Աստվածամայրը Հիսուսը, տեսակ։ Գսենք որ ցեզի երրորդ տարուն այստեղը նաև եկեղեցին կար եւ հին մկրտարանը կար, so հին բան մաստեր եկեղեցու հին մաստեր